Մսավաճառները տեսախցիկ են տեսնում, թե չէ, մի մարդու պես իրար նշան են անում, ձայն տալիս միմյանց։ Նկարահանողներ են եկել։ Մի մսավաճառն իր տարածքն է թողնում հեռանում, մյուսը սեփականատիրոջն է կանչում տեսախցիկի առջև խոսելու, երրորդն էլ հրահանգում է չնկարել։ Մսավաճառներին հարցնում ենք, տեղյակ են, որ շուտով սպանդանոցային մսի համար պահանջվող 5-րդ ձևի փաստաթուղթը պետք է տեսանելի վայրում փակցված լինի, որ հաճախորդը տեսնի, վստահ լինի, որ մորթը սպանդանոցային է, ոչ թե բակային։ Մսավաճառներից ոմանք բջջայիններում սկսեցին օնլայն տարբերակով 5-րդ ձևի փաստաթուղթ փնտրել, մի քանիսն էլ թե վաճառակետի սեփականատիրոջ մոտ են թղթերը։ Դժվար բան չէ, հեռախոսներից մեջ կա, կանենք տպենք, անենք կպցնենք։ Սա տվել են ամսի 28-ին, սա վերջին օրն է, վաղը արդեն պետք է տարածվեն ամեն։ Մի քանի վաճառքի կետերով շրջեցինք, հարց ու փորձ արեցինք։ Ինչ է փոխվել 4 ամիս առաջ տեղի ունեցած դեպքից հետո։ Հիշում եք, Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները տեսախցիկների առջև մսի պասաժներից սկսեցին տավարի, խոզի մսեղենը հավաքել ու լցնել մեքենաները, թե շատերը 5-րդ ձև չունեն, մսի մեծ մասն էլ տարբեր եղանակով է մորթի ենթարկվել, եկել են հավաքեն, տանեն, ու սկսվեց մսավաճառներ, ոստիկաններ, ձեռնամարտն ու քաշքշոցը։ Խիստ անընդունելի մոտեցում է, թեկուզ այդ կենթանու միսը սպանդանոցային փաստաթուղթ չուներ, կարող էին որոշակի փոքր գումարով տուգանել կամ ինչ-որ նկատողություն եւ այլն, բայց պետք չէր այդ միսը արգրավել եւ ոչնչացնել։ Կառավարությունը հիմա ավելի է խստացնում մսավաճառությամբ զբաղվող տնտեսվարողների, ֆերմերների բիզնես գործունեությունը, զգուշացնելով, որ մայիս ամսվա ընթացքում, մասնավորապես մայիսի 27-ից աչքն ավելի ուշադիր է պահելու մսավաճառների առևտրային կետերի վրա։ Չունեցան 5-րդ ձևի փաստաթուղթ, ասել է թե մսի մորթի, դրա տեղափոխման մասին փաստաթուղթ, որ այն իրականացվել է սպանդանոցում, վարչական տուգանքի կենթարկվեն։ Խորենացի փողոցում գտնվող հայտնի մսի վաճառքի կետերում ոչ բոլոր դեպքերում է, որ սպառողները, քաղաքացիները պահանջում են 5-րդ ձևը։ Շատերի համար կարևոր է թե մորթը որ օրն է իրականացվել եւ ստուգում են մսի թարմությունը։ 1000-ից մեկ է շատ եմ հասկանում 5 ու 10։ Չգիտեք ինչ մասն եք ասում։ Ուղղակի առնում եք գնում եք։ Այո, իմը գերդերդի չեն խափում երբեք։ Պահանջում եմ, նայել եմ, նոր եմ գնել։ Կառավարությունը ավելի է սեղմում բիզնես գործունեությամբ զբաղվող, մսավաճառ, մսիրացմամբ զբաղվող տնտեսվարողների օղակը։ Շատերը կողմ են օրենքի շրջանակում աշխատել։ Մեծ այդ զրույցում մսավաճառները, անասնապահ ֆերմերները հաստատեցին, բայց ասում են անասունը սպանդանոցային պայմաններում մորթել, շուկա հասցնել, ապրանքն իրացնել, այս շղթան ամբողջական չէ։ Իրանք խելքերը չի հասնի։ Մենակ հո տուգանելով չեն, որ տուգանեն, դոր մեջ իշ կա, որ տուգանեցին, ինչ պետք է անի վերջերը։ Պրոստը կան խորհրդակցեն, սենք ինչ ենենք, քանի համայնք է։ Ունենք սպանդանոց։ Անընդհատ նույն բանը կսենք։ Իրականում ինչ խնդիրների են բախվում այս բիզնես գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները։ Նախ անասնապահությամբ զբաղվող շատ համայնքներում սպանդանոցներ չկան, եւ գյուղացին անասնապահը պետք է ծախս կատարի, բեռնատար վարձի, անասունը բարձի եւ հասցնի սպանդանոց, անցնելով մի քանի տասնյակ կիլոմետր։ Անասունն էլ այդ ընթացքում քաշից ընկնում է, երբեմն էլ հենց սթրեսի ենթարկվելու պատճառով, բեռնատարով տեղափոխվելու ընթացքում։ 300 կիլոնոց ցուլը կոմից հարիկը հանեն դուս, մեկ երբ հազիվ կմորտեն դեղ։ Այդ ցուլը ով կրա պարնա, այդ մեքենան սենք հասցնե սպանդանոց, չկա այդպես բան։ Լաչինի միջանցք կոչվող հատվածն է։ Գյումրիում հենց այս առևտրային հատվածում են իրացնում մորթած անասուններին, որ մսավաճառին մոտենաց դժգոհում է, չեն կարողանում իրացնել ապրանքը։ Թանկ է մսի գինը նստում վաճառողի վրա, մինչև սպանդանոցից բերում վաճառակետ են հասցնում, ապրանքի գինը բարձրանում է։ Հիմա Լաչինի միջանցքում քիչ մսավաճառների կարող ես տեսնել, շահավետ բիզնես չէ, ասում են։ Եթե անի սպանդանոց ու կամ սպանդանոց ունենա իրան, մեքենան սենք կասը ժողովուրդ ջան, կա մեքենան, դիմենք կան իրանք պարնան տաների գուրիշ է, բայց եթե գմնա անասունի տիրոջ վրեն, անասունի տերը չի կրա հասցնել սպանդանոցը։ Իջևանի ենթադրենք Աչաջուր գյուղի մոտ ամենամոտ սպանդանոցը Օձունում էր գտնվում ու եթե որևէ մեկը երբևէ անասուն պահել եւ փորձել է խոզ բարձել բեռնատարի եւ տանել ստեպի սպանդանոց, կհասկանա դա ինչ դժվար ծանր աշխատանք է։ Պատկերացնում եք, ամբողջ Շիրակի մարզը չունի անասնամորթի համար նախատեսված առաջարկվող գլխաքանակի չափ սպանդանոց, որպեսզի ֆերմերը կարողանա անասունի միսը օրենքով, կարգով մորթի շուկա հասցնի։ 1-2 գործող սպանդանոցի մասին է Շիրակի մարզպետարանի գյուղ ոլորտի պաշտոնյան
խոսում։ Դրանք էլ գյուղական համայնքներից շատ հեռու են, եւ պարզ է, որ ֆերմերն այդքան ճանապարհ չի կտրի անցնի անասունին սպանդի ենթարկելու համար։ Մարզում կա ծառայություն մատուցող 2 սպանդանոցներ, որոնք կառուցումից հետո որոշակի ժամանակ աշխատել են, այժմ չեն աշխատում, մենք եւս աշխատանքներ տանում ենք, որպեսզի դրանք վերագործարկվեն ու սկսեն իրենց աշխատանքները։ Երբ որ դու ունես ընդամենը 34 հատ սպանդանոց կամ թեկուզ 70 հատ, որից աշխատում են 34-ը, եւ ֆերմերների համար մեծ դժվարություն է 1 հատ խոզը բարձել տանել 40 կիլոմետր հեռու, 1 օր սպասել, այդ խոզը մորթեն, լաբորատոր փորձաքննություն ենթարկեն, հետո նորից այդ խոզը ինքը վերցնի, այդքան ճանապարհ անցնի, մենակ այդ գնացած եւ հետեկած ճանապարհածախսը այդ խոզի արժեքը չի փակելու։ Անցած տարեվերջին կառավարությունը գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման նոր արտոնություններ սահմանեց։ Մոդուլային կամ շարժական սպանդանոց ձեռք բերելիս կանխավճարի 80%-ը պետությունն է սուբսիդավորում։ Հանրապետությունում գործում է 6 շարժական սպանդանոց, 4-ը Արմավիրի, 1-ը Արագածոտնի, մյուսը Լոռու մարզերում։ 10-15 շարժական սպանդանոցով հնարավոր կլիներ այդ հարցը ամբողջությամբ լուծել։ Ամբողջ հանրապետությունը 10-15 սպանդանոցով, որ քաղաքներում կան սպանդանոցներ աշխատող, այդ քաղաքներ չմտներ, մանր բնակավայրեր մտնելու դեպքում, որ գյուղացիները նախապես ենթադրենք իմանալով, որ 3 շաբթի օրը տվյալ շարժական սպանդանոցը հաճախելու է այդ գյուղապետարանում նախապես կամ application նման մի բան սարքեին, նախապես հերթագրվեին, որ այդ սպանդանոցը գար տեղում մորթ աներ եւ գյուղացու հոգսը կթեթևանար եւ սպանդանոցները գումար կաշխատեին։ Տարիներ շարունակ սպանդանոցային բիզնես գործունեությունը հանրապետությունում չի ստացվում։ Շատերը վարկ վերցրեցին, սպանդանոց կառուցեցին, բայց արիուտես չաշխատեց այդ բիզնեսը եւ մարդիկ ստիպված այդ շինությունները վերածեցին ավտոտնակների, ավտոլվացման ու տարբեր առևտրային կետերի։ Երբ որ օրենքը մնում է թղթի վրա, այսպես է լինում, որ ցանկացած այդ խրախուսման դեպքում չհետևելու նորմալ այդ ցիկլը ամբողջ արժեշղթան չփակելու դեպքում ինքը կեսից վերաճելու է ինչ-որ բանը, կարող է դառնա բուտկա, կարող է դառնա խանութ։ Բացի այդ, պատշաճ վերահսկողություն չի իրականացվում նաև մսավաճառների կողմից 5-րդ ձևի ձեռքբերման գործընթացում։ Հնարավոր է, չէ, որ դրանք սպանդանոցների սեփականատերերը զարտուղի ճանապարհով վաճառեն մսավաճառներին, ասում են մասնագետները։ Պնդում են, պետական մարմինները թերի են աշխատում։ Գյուղացուն, ֆերմերին, մսավաճառին ու սպանդանոց կառուցողին ճիշտ խորհրդատվություն չկա։ Շղթան հենց այդտեղ է, որ կտրվում է ու գործն էլ կիսատ մնում։ Օրենքի նման խախտումներ բնականաբար լինելու են, որտեղ գայթակղությունը մեծ է այդ թուղթը վաճառելու 5000-10000 դրամով սպանդանոցի տերը տեսնելով որևէ վերահսկողություն չկա, փորձելու է նաև այդ թղթերից վաճառի, որ դրանով մի քանի հարց կլուծվի եւ խանութի մթերման հարցը կլուծվի եւ գյուղացին կազատվի այդքան գլխացավանքից եւ ինքը ավելյալ գումար կաշխատի։ Եվ դեռ չենք պատրաստել ռեպորտաժը, երբ հայտնի դարձավ, որ ՍԱՏՄ պետի պաշտոնից հեռացել է Արմեն Դանիելյանը։ Աշխատանքից ազատման դիմումն անձամբ է գրել, այդ պաշտոնում աշխատելով մինչև կես տարի։ Մանրամասներ ՍԱՏՄ-ն չի հայտնել, ինչու է Դանիելյանը հեռացել այդ կառույցից։ Լրատվամիջոցները գրեցին, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել եւ հնարավոր է անգամ քրեական վարույթ նախաձեռնեն։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։